Բարեկամներ, Ռոնի Կարիբյանը Caribbean Real Estate Financing Գերչան կողմից այսօր հունիս 21 2026 թվականը նախքան սկսենք մեր ծրագիրը առաջ կուզեմ շնորհավորել բոլորին հայրերի տոնը նամանավանդ իմ հայրիկս որ իմ հետ չի այլևս բայց միշտ իր հիշացումը եւ իր սովորությունները եւ ինչ որ ինչ տեսակ ինձի մեծացրել է եւ սովորացրել է մինչեւ այսօր դեռ քաղում ենք այդ սերմերը եւ իր փորձառությունը Արժություն եմ ցանկանում բոլոր հայրերին որ տեր կենակ ձեր երեխաներին ձեր ընտանիքի վրա իմանում եմ շատ դժվար դերա բայց ինչպես ասած ուրախությամբ ամենս կատարում ենք մեր հայրական պատասխանատվությունները սկսենք լուրերով լուրերը պետք է փորձեմ ավելի համառոտ ասել շատ երկար չասեմ ծրագիրը 12 տարի ավելա փետրվարին լավ 12 տարի Ես այս կայարանից հերոստակայարանից ձեր հետ ամեն կիրակի կիսվում եմ շուտով փոփոխություններ ենք ունենալու օրվա կամ ժամին կամ չափսին եւ եթե դուք շատ ուզում եք շարունակվի եւ ինչ տեսակ եւ ինչ օրեր անպայման հեռաձայնեք որ կամ email արեք որ լսեմ դե ոչ ես որոշումներ կտամ իմ կողմից առանցի ձեր կողմից լսելու ինչա ելնելու Սկսենք լուրերից կարևորներից մեկը լինելով կենտրոնական բանկի ժողովն էր եւ այս առաջի ժողովն էր որ իրանց նոր նախագահան որ դա նախագահ Թրամփի կողմից տեխնացու դրած էր եւ այդ տեխնացությունը կոնգրեսը պետք է վավերացնել որ արավ եւ Քևին Վորշ անունով մեծ անձնավորությունը որ նախկինում կենտրոնական բանկի անձնակազմից է խորհրդի անդամներից է Շո առաջի ժողովն էր իրանցը որ տոկոսները ինչ պետք է անեն իջացնեն բարձրացնեն եւ այլն եւ ժողովին անշուշտ ինչպես որ շուկան սպասում էր իրանք վերադարձան եւ արան տոկոսները անփոփոխ այսինքն ոչ իջացրան ոչ բարձրացրան բայց ինչա կենտրոնական բանկի մտահոգություններից իրանց զեկույցի մեջ ամենակարևորներից մեկը անշուշտ սղաճն է ինֆլեյշնը եւ այս նախագահ Թրամփը որ այս նախագահային կենտրոնական բանկի նախագահային տեխնացություն դրավ սպասում էր որ տոկոսները պետք է իջնի եւ մյուսի վրա նախկինի վրա ինչքան բողոքներ ուներ բայց չիջացրան հավասարաբար բոլորը միասին համապատասխան որոշան որ չիջացնեն եւ իրանց զեկույցի մեջ ասա որ դեր սղաճը սպասում էր այդ 2%-ին հասնի որ առայժմս շատ կողավոր ձևի սղաճը թանկությունը կարող եմ ասեմ ինֆլեյշնը թանկությունը դեր բարձր երեքների մեջ է ժողովուրդը դեր գումար ծախսում են դրամ ունեն եւ ծախսում են շատ զորավոր ձևի labor market-ը որ գործերն է ստեղծվում դեր բավականի գործեր ստեղծվում է եւ էկոնոմին ընդհանրապես չի կամանցած է այս տոկոսների պատճառներով Շո ամեն կողմից լավ լուրեր են եւ այս լավ լուրերը պատճառայելում թանկություն առաջ կա էկոնոմին զորավոր է նոր գործեր ստեղծվում է ժողովուրդը դրամ ծախսում են ուրեմն խնդրեմը ինչ է խնդրեմ չկա բայց լավ լուրը նշանակում է բարձր տոկոսներ բարձրալավ եւ էսի արդեն COVID-ից սկսավ COVID-ը անցել է արդեն 2026 ենք COVID-ից քանի տարի է անցել է ամեն ինչը հետ COVID-ից նորմալ անցել է բայց ինչպես տեսակ լուրերը դեռ առաջ Շո իրանց նախագահ պարոն Վարշը շատ པարզ ձևի հայտարարեց որ իրանց համար կարևոր է լինելու price stability restoring price stability ինչը նշանակում
արժեքների բարձրացումը ստաբիլ վիճակի մեջ պահի, ոչ բարձրանա։ So իրանց սպասելիքը ինչ առաջիկա ամիսների ժամանակ, ինչպես անգլերենով ասում են, որ իրանց մոտեցումը ամեն ժողովից ժողով, որ ինչպես մոտեցում ունեն, արդյոք հակիշ or davish, ինչա նշանակում հակ, այսինքն արծիվ, արծիվի իգլա, իգլի արծիվի փոքրին չեմ ամ հայերեն ինչ են ասում, բայց այդ թրջուն ու արծիվի փոքր տեսակն է, ասում այդ տեսակեն մոտենում հարցին ուժեղ որպես արծիվ, դե ոչ դավիշ որպես աղունիկ կամ աղավնիկ կամ աղունիկ, so այսինքն ուժեղ դե հանդարտ, այս զեկույցի մեջ իրանք ավելի հակիշ, ավելի զորավոր մոտեցան այս հարցին եւ սպասելիքն է հաջորդ քանի ամիսները նույն ձևի, ինչա նշանակում, որ կարող է շուկան սպասում է, շուկայի սպասելիքն է, կարող է տոկոսները իջացնի տարվա երկրորդ կեսին, սպասելիքն է շուկայինը, որ սղաճը պետք է իջնի եւ տոկոսները պետք է իջնի եւ մորգեջի տունի տոկոսները, տունի տոկոսները կապ չունի ստան անգամներ ասել եմ նորեն կասեմ։ Բայց կենտրոնական բանկի մոտեցումը թարգմանան, որ բացի որ վրաջ չեն տոկոսները իջացնելու, հակառակը կարող է նույնիսկ մեկ անգամ բարձրացնեն, չի ասե մոտեցումն է, սղաճը դեռ բարձր է եւ պետք է սպասեն մինչեւ լավ տեսնեն, որ ինֆլեյշնը իջնում է թանկությունը եւ դա իրանց մոտեցումն է։ So ինչ պետք է սպասենք ամենալավագույն պարագայում կենտրոնական բանկը տոկոսները նույն ձևի կպահի, ոչ կբարձրացնի, ոչ կիջացնի, ամենալավագույն պարագայում։ Եվ կսպասեն նայեն, որ այդ սղաճը զեկույցը ավելի ինչ է ելում։ Երկրորդ տարբերակը, որ մեջտեղի տարբերակն է, տոկոսները կարող է մեկ անգամ եւս ետ բարձրացնի կենտրոնական բանկը, նախքան տարվա վերջը փակվի, եւ երրորդ տարբերակը, որ ամենից վատ տարբերակն է, կարող է որ ներշուր ամենալավ պարագան կարող է ելնի, որ սղաճը լրիվորեն իջնի 2%-ին, էկոնոմին լրիվորեն կամանցանա, անգործություններ ելնի եւ այն ժամանակ տոկոսները սկսի կտրել։ So, բայց ինչպես միշտ հիշացել եմ, նորեն հիշացնեմ, այս կենտրոնական բանկի տոկոսը, որ հիմա ներկայիս 3.5-ից 3.3-րդի մեջ է տոկոսը, 3.5%, սա այդ տոկոսը մեկ բանկ մյուս բանկից overnight կարող է գործածի։ Բոլորովին կապ չունի տունի տոկոսներին, mortgage rate-երը 10 տարվա treasury-ն են, բայց օգնում է այս տոկոսները բարձրացնի կամ իջացնի ձեր line of credit-ներին, ձեր credit card-երին, ձեր մեքենայի լոներին, ձեր student լոներին եւ ամենակարևորը ձեր commercial լոների, SPA լոներին կամ commercial shopping centers, office buildings, որ մենք զբաղվում ենք բավականին commercial լոներ ենք անում, մանավանդ SPA լոներ, այս վերջերը շատ ասել են, մանավանդ refinance cash-outներ ունենք apartment building-ների վրա եւ այլն, եւ տեսնում ենք այդ ազդեցությունը։ Իշո վերաբերում է հոմ գնողների համար, տուն առնողների համար ինչա նշանակում, նա այդ ռիսկն այլում, որ այսօր երբ որ տոկոսը իջացնի, այսինքն որպես buyers, որպես գնողներ, որ սպասում եք տոկոսները իջնի, այդ ռիսկն եք անում, որ երբ որ տոկոսները իջավ, ավելի շատ գնողներ ձեր նման, որ սպասում եք, շատերն են սպասում, միլիոններ մարդիկ մտնելու են ամենը շուկա եւ այսի Այդ նորեն competition այլնելու, նորեն overbidding, այս ումի ավելի արժեք, եւ արժեքները ավելի բարձրանալու է։ Հիմա չի իջե, բայց ավելի կբարձրանա, ոչ թե հիմա իջերա կամ ցածը։ So ճիշտ անոնք որ ավելի խելացի գնողներ են, իրանք նայում են ամսական monthly affordability վրա, payment-ի վրա, եւ կարողանում ենք seller-ից, վաճառողից ստանանք օգնություն temporarily կամ permanent buy down-ով, որ դա մասի խոսացել ենք, permanent buy down-ը
մի անգամ, այսինքն տոկոսները եթե օրինակ 6.5-ա, կարող ենք point առնենք, բերենք ցած անենք 6 կամ 5.3 կամ 5.5 temporary buy down այնա որ օրինակ 6-ա սկսում ես 4-ով առաջի տարին, հետո 5 երկրորդ տարի, հետո նոր 6 երրորդ տարի։ Եվ նրանց նոր այդ գնողները, որ այսօր առնում են, իրանց նպատակ ավելի երկարատև տանտել դինելու նպատակն է։ Դու միշտ կարող ես refinance անես, տոկոսի իջացնես, բայց երբեք չես կարող refinance անես, այդհաս արժանոտ առնես, քան թե այն օրը։ So հունիս ամսվա կենտրոնական բանկի ժողովը շատ բարձ հստակ մեսեջ էր, շատ բարձ հստակ զեկույց էր տվել, որ կենտրոնական բանկը էլ չի խոսում տոկոս իջացնելու մասին, այլ ֆոկուսը ընդհանրապես դրա սղաճը համապատասխան պահի ցածր, որ չբարձրանա, եւ եթե պետք լինի տոկոսները նույնիսկ կբարձրացնի։ So լրիվ իրանց թելադրությունը փոխվավ եւ այս ինչպես է խանգարում, ինչպես ձեզի ասամ, ընդանց է խանգարում, որ սպասողական վիճակի մեջ։ Հիմա տա վրա, ինչպես ասում են, վերքի վրա աղջ թափես, տեսնեմ բան են ասում, ուզենանք խոսանք Կալիֆոռնիայի տուների զեկույցը, որ դուս եկավ նամանավանդ այս վերջի ամսվանը եւ տա վրա բավականի արժեքների կողմից, որ ես իմանում եմ, բարձրապես նրանք որ չի իմանում իրանց համար նորություն է լավ եւ նույնիսկ տոկոսները որ բարձրացել էր հունիս ամսվա, մայիս ամսվա առուվաճառքը Կալիֆոռնիային է, որտեղ հունիսը չի վերջացել, այս արդեն 5.1%, 5% Կալիֆոռնիայի առուվաճառքը շատացավ նորեն մայիսը բախտատելով նախկին ամսվա հետ, այլ ապրիլի հետ եւ buyer activity-ները գնողներին սկսել է աշխուժանալ նորեն եւս ոչ թե կամանցացել էր չէր անհայտացել, բայց նորեն աշխուժացել են, որտեղ չմոռանանք անցյալ տարվա հետ տոկոսները համեմատաբար ցած են, այո, ավելի բարձր քան թե փետրվարին, բայց ավելի ցածր քան թե անցյալ տարի եւ ժողովուրդը կյանքը շարունակում են բարձր կամ ցածր, նրանք որ ասում են, չեմ կարող նստեմ սպասեմ, երբ տոկոս կլի 2, լուկի տուն առնեմ, տուն ունենամ, տեղ ունենամ, այդանք այ կնիկ, այ մարդ, այ ընտանիք կամ single, այ հեր, այ մեր ես պիտի այդամ տուն առնեմ, չեմ կարող նստեմ սպասեմ։ Եվ անշուշտ ինչպես տեսանք, economy stability-ն կա, ժողովուրդը փող են ծախսում, economy-ն զորավոր է, գործեր ստեղծում, այդ բոլորն էլ տեսանք։ Եվ չմոռանանք նոր SpaceX-ն էլ որ անցավ, որ Seattle-ում է, ինչքան նոր բիլիոներներ եւ միլիոներներ ստեղծվավ Կալիֆոռնիայում անցյալ շաբաթ, մեկ շաբաթվա մորվա մեջ ընդհանրապես։ Նրանք որ SpaceX-ում աշխատում են եւ stock option ունեին։ So տան արժեքները Կալիֆոռնիայում նորեն record high ամենաբարձրն ունեցել ենք, այսի խոսքը սա այն ժողովրդին ավելի շուտ մասնագետների մասին, բարձ ժողովրդին չեմ մեղադրում, բարձ ժողովուրդը փորձառությունը չունեն, տեղեկությունը չունեն եւ ինչ որ լսում են կամ ինչ որ հույս ունեն կամ գուշակում են, որ էսա բեկե իշնի, էսա բեկե crash լինի, բայց երբ որ մասնագետներ, professional-ներ, որ real estate-ի գործի մեջ են, որ երբ որ ես տեսնում եմ, ասում, հա, էսա crash անելու, վայ, էսա արժեքները գալուացած, 3 տարի է մա broker-ը, 3 տարի է, ինձ 3 տարի ասում որ այսօր crash անելու, նույնիսկ անցյալ շաբաթ ասավ, այս լուրերը որ կա, կարծես crash են կանելու, ախպեր 3 տարի crash են կանելու, վերջի անգամ crash եմ տեսել 2008-ին այլ է, այդ նույնիսկ COVID-ի առաջի քանի ամիսը, որ լրիվ shutdown էր, դա crash չէր, ժամանակավոր կողպան հետո հետ բացան, որը crash, 2008-ից մինչև 20 տարի է ելնում արդեն, 18 տարի է crash չկա, 2010-ից հաշվենք, 12-ից սկսա բարձրանալ, 14 տարի արժեքները վրև այդում, ուր է իշնելու, ինչ հիման վրա ասում եք արժեքները պետք է իշնի, ինչ հիման վրա, ինչ փաստ կա, ոչ մի փաստ չկա,
Երզակայություն, երվակայություն, ենթադրություն, imaginary, ցանկություն, որևէ փաստ չկա, բացի որ փաստ չկա, փաստերը ամեն փաստ proof կա բարձրանում են։ Այս էլ ուրիշ proof։ California medium home price reached a new all-time high $930,260. $930,000 լավ միջինը California-ի, այսինքն այդ Bakersfield-ի ու այդ Sacramento-ի ու այդ արժեքներն են մտել մեջ։ 3% higher than last year, 3% ավելի շատ քան անցյալ տարի։ 2% higher than previous month։ Մի ամսվա մեջ 2% արժեքներ բարձրացել Կալիֆոռնիային են խոսում։ Հերիկը ժողովուրդը ասեն էսը crash անը, հիմա չես կարող arrest-ը payment-ը չես կարող տաս։ Դա տարբեր հարց։ Մենք դա մասին չենք խոսում, բայց ես սպասում եմ crash-ելի, հետո առնեմ, սպասի։ Սպասի միջով crash-ելի, դու ինձ զանես հիմա Հիմա ուրիշ մի բան կա, օրինակ մեկ 20 տարի կսպասի, դու գիտես տեսար crash-ելա, այդ Las Vegas-ի ռուլետ, ով է ռուլետ իմանում է գույներն է, չէ՞, սև ու կարմիր է։ Օրինակ այդպես կայնում ես, թե գրած ունի տելևիզիոնի վրա, օրինակ 20-ը սևա գցե, մեկ կարմիր, 20-ը սևա գցե, մեկ կարմիր։ Ամեն մարդ կարմիր է դնում։ Ասես է հիմա կարմիր կգցի, էլ մարդը սև, էլ ասում կարմիր կգցի, էլ սև։ Բայց 20-ը սևա գցում, ինչ կարմիր է գցում, հա։ Տեսար ասեմ կարմիր կգցի։ Հա, 20-ից հետո շուշ մեկը կարմիր է։ Հիմա մեն է, crash-անը, 20 տարի սպասենք, հետո crash կրես, հա, տեսար ասեմ crash արավ։ Ինչ է վիսե, շարունակենք լուրեր։ So, այո, ամսավճարն աստեղում խնդիր ժողովրդին է, որ չեն կարողանում առնեն։ Բայց ամեն մարդ են middle class ու low income չի, մանավանդ Կալիֆոռնիայում, մանավանդ մեր հայերի մեջ ունենք դժվարություններ, բայց ամեն դժվարություն, ամեն անձ, ինչպես գալիս եք իմ մոտ և շատ ուրախ էթում եք իմ աֆիսից, զրուցելուց հետո, որ քո եկամուտի բուջեիդ պատասխան բացադրելով, որ նայ օրինակ, ընոր մեկ եկավ, այդ թվաբանությունների մեջ գլենդելում տուն չես կարող առնես, որտեղ արժեքները տարբեր են, բայց որովհետև երեխաների չափսը, բակ ես ուզում, ես ուզում, են ես ուզում, 15 րոպե, 20 րոպե, 15-20 րոպե կարող ես քշես ձախ կամ աջ կամ վրև կամ ցած, այո, ուզում ես հայկական մոտիկ ելնես եկեղեցի, դպրոցի, խանութների, ընդհանուր հայկական միություններին, հոմենտմեններին և այլն, մոտիկ ելնես, այո, okay. Van Nuys, North Hollywood, Woodland Hills, Glendale Hills, Chatsworth, Reseda, Encino, որ Encino Sherman-Oaks-ը մեզի մարդի տեղ չեն դնում Glendale-ը, հրյաների, ինչ Glendale-ով եք, ինչ տուներ կը, որ կարող ես առնես և այդ բուջեիդ մեջ մնաս, քան թե, պետք է Glendale առեմ, okay, թե Glendale, ես քեզ իմ 3000 square feet հողն է, 800 square feet էլ տունն է, թափելու վրա է, մեն միլիոն ուզում են, այդը պետք է առնեմ։ Sales-ը 1 միլիոնից 2 միլիոն դոլարի մեջ 8% կազմել անցյալ ամիս։ 2 միլիոնից վրև ևս 8% կազմել առուվաճարքինը։ Ներոշու 8% թանգած ավելացել է, ներողություն ճիշտ է թողջի պայ։ 1 միլիոնից 2 միլիոն և 2 միլիոնից վրև բացատրի տարբեր թաղամասի, երկու բաժիններն էլ մեկ ամսվա մեջ 8% ավելի է շատացել, այսինքն ժողովուրդը 1 միլիոնից և 2 միլիոնից վրև տուներ են առել Կալիֆոռնիայում ավելի շատ, քան թե 500,000-ից 1 միլիոնի մեջ հակառակ իջեր է։ Ինչ է նշանակում։ Նշանակում է ժողովուրդը, որ 1 միլիոնից ցածր տուն է ուզում առնի, որտեղ դա կարող առնի, չի կարողանում։ Այդ էլ պետք է նկատի առնել։ So affordability-ն է, բայց affordability մենք կարողանում ենք ինչպես sellers-ից commission ենք առնում, տոկոս ենք առնում, buy down program-ը կա, ես մեկ հետո ձեզի ցույց կտամ listing-ի վրա։ Այսօր 6-ով չես կարող առնես, արի 4-ով առնենք քեզի։ 4-ով առնենք ինչպես 6-ը 4 այլում առաջի տարին, 5 այլում երկրորդ տարի, 6 երրորդ տարի։ Մինչև 3 տարի այսօրվա 6-երը չիջնի, արդեն լուրջ խնդրեմ ունենք այն ժամանակ 3 տարվա ընթացքին։
բայց 3 տարվա մեջ պետք է իշտնի հիմա նախագահ Թրամփը չի ելնի որ more tariff սկսավ, more պատերազմ սկսավ, ամեն տարի մի բանը սկսի 2 տարի աստե հա 2 տարի, այսինքն Republican register են, բայց արածը ճիշտ բան չի։ Պետք է մեկ չել նայի ներսին ինչ հայելում, ինք ավելի anyway, politics չխոսան։ 39% տուները, որ Կալիֆոռնիայում ծախվել են մայիս ամսվա ընթացքին, 1 միլիոնից ավելայել է։ Ամենից բարձր տոկոսային բաժինն որ ելել է պատմության մեջ։ Կալիֆոռնիայի պատմության մեջ 39%-ը 1 միլիոնից բարձր ելել է Կալիֆոռնիա, այսինքն Palmdale-ին մեջն է, Sacramento, Bakersfield, այդ ամեն քաղաքները մեջն են։ Եվ ինչպես իմանում ենք, մեծամասնություն գնողները, որ սպասում են այդ տոկոսին, դե սպասեք նայենք ինչ այլում, սպասեք այդ տոկոսին։ Մենք ասում ենք ձեր համար։ Հիմա ինչ որ նայում ենք անմիջապես Glendale, Burbank, Lexington, այս կողմերը, ինչպես ասամ, ինվենտորին կա, բայց ես 2 հատ offer եմ գրել անցյալ շաբաթ։ 1 միլիոն, մեկը 1 միլիոն listing price-ներ, մեկը 1 միլիոն 100,000 listing price-ներ։ 1 միլիոնը գրել ենք 1 միլիոն 100,000, 10% ավել, եւ այն որ 1 միլիոն 100,000 էր գրել ենք 1 միլիոն 180,000, 80,000 ավել։ Եվ պատասխանը սպասի այդ որ 1 միլիոն էր 1 միլիոն 100 են գրել, սպասում են counter-ի եւ այսօր ուրբաթ առավոտ ես իրան email արամ, ասամ որ ինչ լուր կա։ Եվ գուզեմ այս լուրը ձեր համար տեսնեմ ուր է, էսա։ Hi Ronnie, we're still reviewing, դեռ նայում ենք։ 13 offers have received. 13 հատ offer-ը գնացել տունի վրա։ Եվ տունը Sunland-ը by the way, Glendale չի, Sunland-ը։ You should be receiving a counter today. 13 հատ offer-ը գնացել այդ տունի վրա։ Մյուսն է, մյուսն էլ կար, մեկն էլ կար։ Մեկը Թահանգա էր։ Տեսեմ Թահանգային ուր է։ Չեմ ուզում ժամանակն այդ վատնեմ, բայց չեմ ճարում մեկ։ Ինչևից է, մեկ է նույն ձևի։ Ուրեմն ասեմ, որ offer են գրում, offer-ները, էսա, մեկ ինչա գրել, okay, դա ոչ։ So, այո, overbid-երը այլում, multiple offer-ները գալի, անշուշտ տեսնում ենք։ So, կարծում ենք մյուս տարի տոկոսները իջնի, որ իջնի պատերազմը Պարսկաստանին կարծես վերջանում է արդեն եւ հասնում է իր ավարտին, ճիշտ ու սխալ չեմ, բայց տոկոսները պետք է գացած, բայց եթե իջավ, ժողովուրդը հարցակվելու են, որտեղ affordability հարցը, so դա ձեր համար լավ լուր է, բայց նույն ժամանակ ուրիշներն էլ են գալու եւ millions of buyers որ նստել են սպասում են ձեր նոր սկսելու են multiple offer-ները նորեն սկսի եւ home sales-ը ավելի կբարձրանա եւ նույն ձևի այս խնդիրը կունենա։ Նորից ամեն մարդու համար նույնը չի, անպայման ուզում են որ հեռաձայնեք, որովհետեւ ամեն մարդու case-ը մարդիկ կա որ կարող են ավել տան չեն իմանում, մարդիկ կարող են քիչ տան, քիչ down payment դնեն, չեն իմանում Շատ բաներ եմ լսում, որ մենք կարող ենք ստանք ամենը ձեզի օգտակար լինենք, երբ որ հեռացանեք մոտիկից հանդիպենք, բայց մինչև այն ժամանակ անշուշտ շատ ուրիշ բաներ կա։ Բայց ուրեմն այս buy down-ին ցույց տայեմ սլայդի վրա, ուրեմն օրինակ եմ տվել, եթե $1 միլիոն տուն առնեք, $1 միլիոն Եվ 10% կանխավճար դնեք, օրինակ ձեր տոկոսը կլինի 6.5%։ Այս եթե credit-ը լավ է, full DAC ես, մեջ ապրում ես, ամեն այդ լավագույն պայմանների տակ։ So եթե տոկոսը դնում 6.5%, ինչպես տեսնում ես, վերջի կարմիր գիծը payment-ը պետք է լինի $5,831։ Դա մեջ tax բան չկա, միայն mortgage payment-ը։ Եթե $5,800 payment-ը պետք է լինի $9,000 պարկինը,
6.5%-ով։ Մենք այսինքն ասում ենք նայ, այսպես վաճառողին ասում ենք, պարոն Սեր, դուք ասում եք 1 միլիոն չառնեմ, արի գրի 950,000։ Այդ 950,000 ես բերեմ ցած նորեն 6.5-ով, payment-ից մեջ երևի $5,800 կենի $5,600, տեսնեմ բան։ Ոչ, այդքան էլ չեմ կարծում, բայց ասենք օրինակ այդքան եթե է։ Շա 50,000-ի համար ցած գալու համար payment-ի մեջ $100-200 տարբերություն կա։ Բայց եթե գանք մենք վաճառողին ասենք նայ մենք հենց պետք է 1 միլիոն այդ 1 միլիոն էլ տուր, ավել չենք ուզում իջացնենք, եւ փոխարեն մեզի $21,000 որ էս այլու $21,000 մեզի կրեդիտ տուր։ $21,000 մեզի կրեդիտ տալու համար փոխարեն 6.5 ստանաս, կստանաս 4.5%։ Նույնիսկ չի սպասում քիչ տոկոս, հեսա քիչ տոկոս։ Սպասում եք քիչ, էս էլ քիչ է։ 4.5% կտան, payment-ը կենի $4,500 փոխարեն $5,800։ Տարբերությունն է ինչքան է։ Ուպս, ներողություն։ Դες ինչքան տարբերություն կա։ Նոր երկրորդ ամիսը, երկրորդ տարին, ներողություն, մեկ տարի այսքան է տալի, երկրորդ տարին այսքան է տալի, նոր երրորդ տարին եթե տոկոսները չիջնի եւ refinance չանենք 5.5-ի վրա freeze անենք, նոր կենես է, կարող է 4.5 իջնի եւ freeze անենք, օրինակ եմ ասում։ Բայց տարբերություն 4,500-5,800-ի մեջ կարող ես կամ 5,100-5,400-5,600 տարբերությունն է։ Էսի կարող ես 10, էսի չես կարող։ Մեզի հեռացանի մենք ձեր համար այս գործը անենք։ Շատ հեշտ մահատ տարբերակ։ Սա ինչպես տեսանք ծրագիրների տեսակները կան, որ կարող ենք ձեր համար refinance անել եւ փոխել։ Եվ էսի մեկ օրինակն է։ Կա օրինակ, որ permanent buy-down, այսինքն 6.5-ի փոխարեն գալիս ենք ասում ենք, որ 5 ենք, 6 ենք ուզում, կամ 5.75 մի անգամվա համար։ Եվ նույնիսկ այդ էլ կարողանում ենք իրանցից առնել, որ տոկոսը իջացնել մի անգամվա համար, որ գոնե չես պետք է 4.5 հետո 5 այդպես մի անգամվա համար առնում ես։ Նույնիսկ ունենք interest only payment-ն է, որ միայն տոկոսն է տալի ժամանակավոր միջոց, այսինքն տեսակները շատ են, բայց ամեն մարդու համար տարբեր են։ Բայց մենք կարողանում ենք նույնիսկ այս անցյալ շաբաթ վստահ եմ նայում են հիմա, մենք կարողացանք մեկ $20,000 արժանոտ առանք asking price-ից։ Մոտ 5% ավելի արժան, քան թե asking price-ը։ 5% արժեքի իջացրանք։ Եվ վրենել մեկ point ուզեցինք վաճառողից, որ վճարի, որ տոկոսը իջացնենք։ Տանից ավելի լավ ինչ ենք ուզում։ Win-win situation։ Այնքան որ payment-ը կարող ես տաս։ Եվ payment-ը տալու համար, ասա, մեկից ձախ, մեկից աջ, տարբեր քաղաքներ, տարբեր հնարավորություններ ունենք։ Line of credit-ներ ունենք, profit and loss program ունենք, եւ այդ profit and loss program-ով է, food law-ով է, tax return-ել չներկայացրանք։ So, ձևերը շատ են, պետք է խելացի մոտենաք հարցին, եթե վաճառող եք, անշուշտ տարբեր մոտեցում, վաճառողները այսօր տուները մնում է։ Օրինակ կոնդոմինիումների պարագայում շատ դժվար են ծախվում կոնդոմինիումները, բայց որ դրանք են լավ ծախվում, ինչպես ասել եմ նախկինում Pasadena։ Բայց single family հողով տուները ամեն տեղ մանավանդ Glendale, Burbank արժեքը լավ են հետո, բայց տեսնում եմ անշուշտ սխալ արժեքներ կան։ Mən 9%-ները ուրբաթ օրվանը շատ փոփոխություն չունենք համեմատ անցյալ շաբաթվա հետ, մոտարապես անփոփոխ է։ Շաբաթվա մեջ վերևցած անում է, բայց անփոփոխ է։ Սա մեն 9%-ներ։ Ստամ refinance-ն եմ ձեզ ցույց տալի առաջինը, եթե ձեր պարկն է 300,000-ից 830,000-ի մեջտեղը եւ 781-ից լավ է ձեր credit score-ը եւ ունեք 25% equity եւ house տունը հողով եւ մեջը բնակում եք 6% 1 point-ով։ Նույն պայմաններով, բայց պարկը 830-ից 1,200,000-ը,
6.25 մեկ պոինտով։ Նույն պայմաններով, բայց եթե tax return չունես, բավական ցույց չես տալի կամ ընդհանրապես չես ուզում tax return ներկայացնես եւ ուզում ես միայն տոկոսը վճարես, կարող ենք profit and loss program-ով ենք մոտենում հարցին 6.625 մեկ պոինտով։ Եթե credit-ի խնդիր ունես, credit-ը վատ է, 620-ը credit score-ը եւ ուզում ես տան վրա գումար քաշես, բայց որտե հեռացանում ես տոկոսները քեզ ասում են 7-8%, ինչ անենք տոկոսը իջացնես, մենք կարող ենք այս ծրագիր ունենք 5.8-ով full tax return-ով մինչև 10-80% հարաբերությամբ։ Սի buy-down program-ն որ մեկ առաջ դեզի բացատրում եմ, այս նոր օրինակը որ տվամ, եթե $900,000 purchase price-ն է, 10% կանխավճարով, առաջի տարին փոխարեն 6.1 ստանաս $4,900 փոխարեն մենք տասենք $4.1 հազար ամիսը քիչ առաջի տարին, երկրորդ տարին $500 ավելի քիչ եւ նոր երրորդ տարին հասնում ես 6.1-ին եւ ըստա համար $19,000 ծախսն է, որ մենք սելերից ստանում ենք այս գումարը դուք չեք վճարում եւ ձեր տոկոս payment-ը $1,000 իջնում է։ Եթե ոչ first time home buyer եք եւ չեք ուզում այդ տեսակ ծրագիրով մոտենալ հարցին, ասում եք այս 1 point-ն է կամ այս 2 point-ն, ասում եք պարոն վաճառող, մեզի 2 point վճարի, այս պարոնը 5.75 ստանա եւ էլ ձեր չի տա 30 տարի 5.75 է։ Հիմա տոկոսները իջավ 5-ի եւ ուզում refinance ունի, մենք սիրով refinance կանենք իր համար, երբ որ 5-ի իջավ։ Հիմա եթե ուզում եք 20% կանխավճարով, սա է տոկոսները այսօրվանը 6.125, 20 տարվա ֆիքսը 5.75 մեկ պոինտով, 10 տարվա ֆիքսը 5.25։ High balance-ները, այսինքն 832,249,000, 6.375, 15 տարվանը։ FHA-ները, որ ամենից լավագույն տոկոսներից են ցուցադրում, որովհետև պետական գարանտիա 5.625 մեկ պոինտով։ FHA high balance-ը, որ ելում 831 նույն ձևի։ Սա եթե FHA loan ունեք ներկայիս եւ FHA-ից FHA ուզում ներթակ 6.375 0 պոինտով։ Սա profit and loss statement, no tax returns եւ interest only միայն տոկոսն է տալի 6.5 մեկ պոինտով։ Սա bank statement program, self-employed բեկենեք, դուք ձեր գործ եթե ունեք, bank statement-ով 6.375 մեկ պոինտով։ Սա bank statement program 40 տարվա fix եւ interest only հոյակապ ծրագիրներ կան դուրսը։ Line of credit-ները 6.75, սա մինչև $500,000 line of credit, կարող է investment property լինի կամ second home լինի, բայց investment-ի պարագայում տոկոսը մի քիչ փոխվում է։ Սա fix second-ը մինչև $250,000 տոկոսը ավելի մաճելի է, եւ սա fix second-ը առանց tax return-ի profit-ը մինչև $750,000. That's also great. Ինչպես տեսակ տոկոսները շարունակաբար դեռ անփոփոխ են մնացել, որ լավ է մեր համար ընդհանրապես, բայց տոկոսները միշտ ասել, ինչպես նախկինում ասել եմ, կարող են միշտ փոխել հետը խաղալ, բայց տունի արժեքը չես կարող։ So նայենք լիստինգները, հետաքրքիր լիստինգներ ունենք եւ այդ buy down-ով payment-ներն եմ ուզում ցույց տամ ձեզի, so խնդրում եմ նայենք լիստինգները, մեկ քիչ այս անգամ ուզում եմ ավելի ժամանակ դնեմ, որտեղ միշտ արագ ենք մոտենում եւ ամեն լիստինգները չեմ կարող ցույց տալ, շատ եւ շաբաթվա մեջ սենց ասեմ, Լանքանիադա մհա տուն եկավ market, շատ լավ թաղամաս, շատ լավ chops, շատ լավ տեղ, ամեն ինչը լավ, բայց հին Եվ էսի ես մտածում, this is great for flipper, մեկ առնի, remodeling-ի պետքություն ուներ շատ,
բայց արժեքը լավ են դրել, առնես ռիմադել անես եւ լավ շահով կծախես։ 2 օրվա մեջ ծախվավ in 2 days 1,900,000 asking price-ն էր։ So պատահում է, եթե սպասում եք Կիրակից Կիրակի չեք հասնի։ So բայց հայրենակիցներից հեռացանա որ այլ պատճառներով այս Palm Springs-ում տուն եմ ցույց տվել ուզում էր տեսնել այդ Palm Springs-ի տունը վաճառվավ մինչև այսինքն շատ արագ ծախվում են եթե լավ արժեքը լավ է տունը արագ է ծախվում է so նայն խնդրում լիստինգները սկսենք այս townhouse-ը Burbank-ում եւ private garage-ով եւ շատ մաքուր moving condition 2 bedroom 3 bath 1300 square feet $850 homeowner association pool ունի tennis court ունի basketball court ունի gym ունի security guard ունի եւ $679,000 ամենից լավագույն արժեքն է այդ թաղամասում So եթե վաճառողը ձեզի օգնի buy down program-ը վերցնեք փոխանակ ձեր տոկոսը լինի 6% աշուշ 781 case for full tax return-ով մեջ ապրում եք դուք կստանաք 4% առաջի տարին $2,900 երկրորդ տարին $3,200 երրորդ տարին $3,700 եթե մնա 6-ի վրա եթե refinance չանեք եթե այս տուն ուզում եք այս payment-ով աշուշ qualified ելնեք հեռացանեք մենք I can make it happen անպայման ձեր համար այս ծրագիրով անպայման կարող եք ունենալ եթե credit score ունեք full tax return ունեք այս կարող են ձեր համար ունենալ West Hollywood, 1 bedroom, 1 bath, շատ լավ թաղամասում Hollywood-ին 800 square feet-ի չափը, nicely done, $500,000 West Hollywood-ում, 1 bedroom, 1 bath, single-ներ իմանում եմ ունենք, որ շատ Hollywood scene-ի մեջ են, կամ այդ կյանքի lifestyle-ն են ուզում ունենալ, this is great opportunity, 1 bedroom, 1 bath, West Hollywood-ում. Studio City, 1 bedroom, 1 bath, 638 square feet տունի մեծությունը շատ սիրուն floor plan ունի, շատ սիրուն ճաշակով remodel են արել եւ asking price $535,000 Studio City-ում, like որպես 1 bedroom 1 bath շատ սիրուն եւ washer dryer-ն էլ ներսն է, այսինքն հիշացնում եմ իմ առաջի 1 bedroom condo-ն որ ունի։ Chatsworth 3.3 լվացարան 1580 square feet, շատ մեծ է for a condo եւ remodel-ած մաքուր ինչպես տեսնում եք asking price $550,000 so Chatsworth 3 bedroom մեկը պարտավոր է 3 ննջարան ունենա եւ Glendale-ում շատ թանկ է չես կարողանում ունենալ so well here it is you can start եւ ծախսել չունես you can buy եւ խորոված էլ կարող ես անել եւ pool էլ ունի տեսար Simi Valley 2 bedroom 2 bath 1366 square feet ունի մեծությունն է $662 homeowners association asking price $565,000 Simi Valley So այդքան հին չի բայց updating պետք ունի մեկ քիչ carpet-ները գետինը բայց որպես մոկամը starter նայես balcony տա երբ որ ավել փող չունես բայց կարող ես տուն առնես you can կա լավ տուներ լավ տեղերում Glendale 2.3 լվացարան 1070 square feet ունի մեծությունն է $300 homeowners association-ն է asking price $595,000  600 այլում or Glendale-ում որպես 2 bedroom 3 bath not bad washer dryer hookup-ն ներսն է շատ լավ արժեքա for a Glendale startup North Hollywood 2.3 լվացարան 1350 square feet ունի մեծությունն է $570 հոմարս այս շենքը ուրեմն 2008-ին որ մարքեթը crash արավ բանկը վերցավ այս շենքը մեզանից խնդրավ որ մենք օգնենք բանկին որ էսի պատրաստենք եւ շուկա դնենք եւ վաճառենք եւ արանք շատ լավ հիշում եմ open house-երով այն օրերով ինչ դժվարությամբ ծախանք դու շենքի մեջ է եկե մարքեթ Santa Monica 2.2 լվացարան 1042 square feet ունի մեծությունն է $406 homeowner association-ն է $725,000 for Santa Monica եւ Santa Monica լավ թաղամասներից է ծովին մոտիկ է so $725,000 for Santa Monica not bad
Simi Valley 3.3 լվացարան 1640 square feet ունի մեծությունն է 364 դոլար Homeowner Association-ը 759,000 asking price nicely done սիրուն remodel-ած պատրաստ moving condition 759,000 Simi Valley okay մեծ բագել ունի Pasadena ստակ արակեն հետում 3 bedroom 3 bath Wow, look at this house. 1650 square feet, patio, մեծությունը, սրտաբաց, nice design, nice quality, լավ որակ, recess light-երը, գետին մանրատախտակները։ 325 դոլար միայն Homeowner Association-ն է, այսի Pasadena-ի լավ թաղամասներից մեկն է, 876,000 դոլար, it's նայ patio-ն էլ որ ունես։ You can go wrong. Toluca Lake 3.4 լվացարան 1986 square feet 2000 square feet townhouse է this is big 550 դոլար միայն Homeowner Association-ը եւ Toluca Lake-ին խոսում I mean Toluca Lake արդեն անունը it's worth a lot but 478 դոլար the price per square feet շատ լավ արժեք է դրա 950,000 դոլար հողով տուներ նայենք սկսելով North Hills 3.2 լվացարան նայեք այս տունը դուսից beautiful բակը ներսը նայեք gorgeous գետինը լույսերը պատերը խոհանոցը I mean you can't go wrong 1264 square feet it's a starting size եւ ներողություն 7800 square feet հողամասի մեծությունն է asking price 800,000 դոլար North Hills-ում moving condition so option կա այս տունը գլենդել եմ 1,200,000 Encino 3.2 լվացան այս տունը նայեք ինչ գեղեցիկ գործ են արել շատ գեղեցիկ գետինները ճաշակով recess light-երը նայեք պատերի տակ են դրել մեջտեղները չեն դրել molding-ը նայեք վերևը nice quality գործ են արել բակն էլ հոյակապ իր fire pit-ով դե մամուտը չի 1,200,000 դոլար Encino 1600 square feet moving condition Encino-ին խոսում Pasadena 3.2 լվացարան 1791 square feet էսի տարբեր character-ով է ճաշակի հարցը I love it շատ գեղեցիկ pottery barn style հոյակապ 1791 square feet ունի մեծությունն է 9500 հողամասի մեծությունն է why not 1,290,000 դոլար նորեն այս տունը գլենդելներ at least կենեն 1,500,000 դոլար ոչ թե Pasadena արժանա բայց այս տունը ճիշտ արժեք են դրել ճիշտ տեղում ճիշտ տունը ճիշտ որակով so այո ամենը սխալ չեն կա որ ճիշտ արժեքներ ունեն եւ էսի տանցից մեկն է North Hollywood էսի ADU-նի 4.3 լվացարան որ 4-ից մի հատ ADU-ն է one bedroom one bath բայց նորեն շատ nicely done գեղեցիկ գործ են արել ընդամենը ADU-ով 2100 square feet-ը 8000 հողամասի մեծություն է բացի որ ADU-ն ունի Փուլն էլ ունի, հիմա փուլը կարող ես ADU-ի տանտերներին կամ թենենտներին իրավունք տաս քո այդ լողանան կամ այսինքն լողանան օգտագործեն եւ կամ էլ ծնողներիդ ես բերում դե փուլը guest house-ում դնում կամ եթե teenage երեխաներ ունես իրանք են սիրում guest house-ը օգտագործեն իրանց ընկերներով հավաքվեն եւ ինքը այդպես է մեծացել փոքրին teenager-ին մայ տոնում ապրում ենք guest house ուներ եւ ես հետեւ ընկերներով գալիս էին դեղում նվակ ենք լսում եւ այլն տունը շին խաղում բայց ինչը 1,450,000 դոլար North Hollywood-ում it's nicely done guest house-ով Northridge 4.3 լվացարան 3200 square feet տունի մեծությունն է 17000 հողամասի մեծությունն է եւ փուլով տունը եւ մաքուր է ինչպես տեսնում եք եւ Northridge-ում 3000 square feet տուն էսի 2.7 million կելներ Glendale կամ Burbank ամենս քիչը 2.4 տենսի դե ոչ ավել
$1,500,000 asking price, նորթուջում, պատրաստ 3000 square feet տունի մեծությունն է, 17000 square feet գետինի մեծությունն է, փուլով տունը, որ այդ slide էլ ունի եւ այստեղում փոքրության թենիսի բան էլ տեսամ, վա, կարող ես դե բան էլ խաղով մեծությունը նայի, fire pit-ը, ստե խորովածի տեղն է, ստե pickleball ես խաղում, ստե կրակի շուրջն ես նստում, ստե փուլն է, վա, հոյակապ $1,500,000 Encino 3 ննջասենյակ 2 լվացարան 1677 square feet nice done շատ գեղեցիկ ճաշակով նայքին սիրուն են արել եւ Encino եւ փուլով տունա Encino $1,500,000 սենց էս վիճակի տուն փուլով տուն բրավո իրանց բրավո լավ արժեք են դրել լավ տունա սիրուն դեկորեյտ են արել you can't go wrong եւ փուլել կա որ ամառը կարող ես օգտագործես So տեսեք լավ տուներ կան, շատ լավ տուներ կան, լավ արժեքներով Burbank 4 ննջասենյակ 3 լվացարան 2100 square feet տունի մեծությունն է 7300 square feet հողամասի մեծությունն է եւ էսի max price են դրել Burbank-ի, բայց շատ լավ թաղամասներից մեկն է այդ էլ կարևոր է նկատի առնելու համար $1,890,000 Burbank-ում, լավ թաղամասում, moving condition, պատրաստ 2000 square feet տունն է եւ this is the price Burbank-ինը այս վիճակով տունը this is it, էսի շատ արագ գետա, մի կսպասեք որ էսի կմնա անշուշտ ընդհանրապես բակը փոքր է, բայց it's okay Glendale 4 ննջասենյակ 3 լվացարան 2180 square feet տունի մեծությունն է 9000 square feet հողամասի մեծությունն է եւ asking price $1,900,000 Համապատասխան նոր այսպես տեսնում եք իմ նկարները լավ դժբախտաբար they haven't done mercy on the pictures ճիշտ որակով չեն նկարել բայց մաքուր տունա եւ $1,900,000-ն էլ pretty much on top of the price բայց location-ը շատ լավ location-ներից մեկն է ամեն առավելությունները ունի ինչպես տեսնում եք Balkanel relatively is not bad. Ֆուտբոլի դաշտի, բայց not bad. Glendale նորեն 3 ննջասենյակ 2 լվացարան 2300 square feet տունի մեծությունն է 25000 square feet հողամասի մեծությունն է փուլ էլ ունի, բայց հին է outdated է պետք է որ նորոգվի գետին այդ մեծ է հողը մեծ է փուլ էլ ունես location-ը շատ լավ է թաղամասը եւ $2 million էլ asking price-ն է La Crescenta 5 ննջասենյակ 5 լվացարան, բայց դա մեջ մտնում է իր ADU-ն, որ one bedroom, one bath ADU-նի, ընդամենը 4400 square feet տունի մեծությունն է, 12000 square feet հողամասի մեծությունն է, փուլով տուն է, այս շատ արժանա դրել անպայման ավել կերթա, այս արժեքով չի ելնի, մի կել փորձել Էսի ես ես վստահացնեմ ամենաս քիչը 2,600,000 էլ կեթա երևի, որտև առավելությունները ունի, պատրաստ է, moving ready, և մանավանդ ADU-ն էլ որ պատրաստ ունի արդեն։ Nicely done։ Այո, երկու հատ հասցեոն, ինչպես տեսնում եք, ես էլ ADU-ի մասն է։ Դժբախտը նկարներ շատ տունը մեծ է, so շատ ավելի պետք է նկարներ ցույց տանենք։ Vacation home-երը նայենք մեկ քանի հատ։ Իմ սիրածս մասն է, որտեղ ամառը գալի Big Bear սկսելով, Big Bear չի միայն ձուների մեջ հետակ ամառը շատ լավ է եղանակն է, 3 ննջասենյակ 2 լվացարան, Big Bear Lake-ն մոտիկա ձեզին, 1680 square feet տունի մեծությունն է, 7600 square feet հողամասի մեծությունն է, asking price $529,000, ինչպես Big Bear-ում է, Big Bear Lake-ը համ ամառ, համ ձմեռ կարող եք օգտագործել հոյակապ տունը։ Ինդիոմ, որ Palm Springs-ի մոտ է, 2 ննջասենյակ 2 լվացարան, 2100 square feet տունի մեծությունն է, 9000 square feet հողամասի մեծությունն է, $398 Homeowners Association-ն է, փուլով տուն է, $546,000 asking price, pretty much moving condition, միայն
ճաշակի հարցը էս ֆուրնիչերը որ սիրուն չես կապույտ ո՞ց կապույտ ամեն կապույտ գույս սիրուն է բայց բախտաբար փուլով տուն անշուշտ բեկե փամշի տալքին փուլ բեկե ունենաս Ինդիո 4 ննջասենյակ երկու ամենը չունեն բայց ափսոսը չունենաս 4 ննջասենյակ երկու լվացարան 2400 square feet ունի մեծությունն է 7800 հողամասի մեծությունն է $187 միայն Homeowners Association-ը համեմատաբար արժանը փուլ չունի $555,000 asking price բայց փուլ կարող ես տնես Palm Springs-ում այլ basic փուլ ես ուզում դնես 50-60,000-ով կարող ես մայր փուլ դնես տունի մեջ ասելի parking-ն է ասելի Եվի փուլ ունեցերա կարծեմ լցրեր են սե խորովածի տեղն է բայց տակին զգուշ բգելն ես La Quinta Palm Springs-ի քաղաքներից La Quinta-ն որ թանկ քաղաքներից մեկն է 3 ննջասենյակ երկու լվացարան 1514 square feet ունի մեծությունն է 4700 square feet հողամասի մեծությունն է փուլով տուն է եւ asking price $570,000 որ Palm Springs-ով La Quinta-ում $376 make it it's a good price մանավանդ այդ վիճակի տուն եւ փուլով տուն So, alright. Ինդիո նորեն իշխան ինդիոկա երկու ննջասենյակ երկու լվացարան 2026 square feet տունի մեծությունն է 13000 square feet հողամասի մեծությունն է asking price $300 2023 թվականի շենք է այսինքն 3 տարվա շենք է $630,000 asking price որ $311 price per square feet Հոյակապ տունը փուլն էլ նային կարծեմ վերջանում է այս փուլ նո այսի փուլ չունեն երոշու golf course ունի Palm Springs քաղաքը 3 ննջասենյակ երկու լվացարան 1500 square feet տունի մեծությունն է 9500 square feet հողամասի մեծությունն է սա փուլով է փուլով տունը $685,000 բայց Palm Springs-ի ներսին ես Homeowners Association չունես շատ nice սիրուն տունը սիրուն թաղամասում է լավ տեղում է եւ լավ արժեք են դրել Если կարող եք որպես second home առնել 10% կանխավճարով կամ կարող եք երկու ընկերով, երեք քույրով, եղբայրներով, family-ով միասին առնեք, մեծ էլ բակ ունի, բացի փուլը հոյակապ օգտագործելու համար Palm Desert 3 ննջասենյակ 3 լվացարան 1900 square feet ունի մեծությունն է 7400 square feet հողամասի մեծությունն է Homeowners Association-ը միայն $300 ամիսը փուլով տունը $695,000 asking price փուլով տուն Palm Desert-ում կարծեմ ստա վրա արդեն ժամանակս ավարտում է չեմ կարծում ուրիշ էլ ունենք anyway բայց դա փուլի նկարն էլ տեսնենք միայն որը փուլը այդ էլ փուլն այն հետևը There it is Okay Նորեն շնորհակալ եմ նայում եք եւ հետեւում եք իմ ծրագիրները խնդրում եմ հեռացանեք ծրագիրը շարունակելու համար եթե ուզում եք այս օրերը դե ոչ շաբաթվա մեջ կամ տարբեր ժամեր խորհրդացենք ես ծրագիրներ ունեմ եւ դա մասին ձեր հետ շուտով խոսենք շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ չմոռանաք կարող եք YouTube-ի վրա այս ծրագիրները տեսնել հաջորդ օրը ստեսություն